Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի եթերում ես այսօր զրուցելու եմ աշխարհաժողով շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ծատուրյան։ Բարև ձեզ։ Պարոն Ծատուրյան, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Արցախի հայաթափումից հետո Արցախի հարցը այլևս հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չէ։ Ձեր կարծիքով այս հայտարարության պատճառը ո՞րն է, ինչը ստիպեց ԱԳՆ-ին նման հայտարարությամբ հանդես գալ։ ԱԳՆ-ն առաջ է մղում թուրքական օրակարգը, բայց ես ուզում եմ շեշտել, որ մենք չունենք Արցախի հարց, մենք ունենք Արցախյան խնդիր, որը հայոց հարցի մի մասնիկն է։ Այսինքն, քանի որ մեր արցախցիները կենդանի են, մեր հողը կա, այդ հողը ներկապային հայաթափված է, բայց Արցախի խնդիրը որևէ մեկը չի կարող փակել կամ լուծարել։ Դրա համար իրենք շատ բաներ կարող են ասել։ Ես համարում եմ նման հայտարարությունը իբրև դավաճանություն, եւ ժամանակը կգա, եւ այդ մարդիկ համոզված են, նրանք կկրեն պատասխանատվությունը։ Սա առաջին դեպքը չէ, որ նման հայտարարություն կա, նաև մանր-մունր ԿՊԱ-ականների շուրթերից եւս հնչում են նմանատիպ հայտարարություններ, որ Արցախի հարցը մեկընդմիշտ փակված է, նաև հաջորդ ծերունների համար, որ արցախցիների հետ վերադարձի հարց չպետք է դրվի բանակցություններում, ինչու է իշխանությունը փորձում մեկընդմիշտ փակել Արցախի եւ արցախցիների պատմության էջը։ Իրենք կարծում են, որ եթե իրենք կարողանան Արցախյան խնդիրը լուծարեն, իրենց հանցագործությունները չեն բացահայտվելու, բայց շուտով իրենց դեմքերը բացահայտվելու է, իրենց խնդիրները, իրենց դավադրությունը բացահայտվելու է ամբողջ ազգի առջև եւ ամբողջ աշխարհի առջև։ Արցախցիներին նաև մեղադրում են, ասում են, չմնացին, չկռվեցին, Ալեն Սիմոնյանը օրինակ ասում էր, մնայիք, կռվեիք։ Այս հայտարարությունների մեջ կա ճշմարտության հատիկ։ Կեղծ է։ Ամբողջովին կեղծ է։ 2023 թվականին այս մի քանի օրվա ընթացքում ազերիները ահռելի կորուստներ են տվել։ Ահռելի։ 3-ից 5000 հոգի կորցրել է։ Մենք հստակ թիվը չենք կարող ասել, բայց ահռելի թիվ էր։ Արցախցիները միշտ են պայքարել իրենց հողի համար, իրենց գերեզմանոցների համար, իրենց եկեղեցիների համար եւ շարունակելու են պայքարել։ Ես դա տեսնում եմ այդ ներուժը եւ ընդհանրապես ես մեր հայազգի մեջ այդ ներուժը տեսնում եմ ոչ միայն արցախցիների մեջ։ Արցախցիները հիմա Ազատության հրապարակում նստածույց են իրականացնում, 4 պատճառ են, պահանջ են ավելի ճիշտ առաջ քաշել եւ 4-ն էլ ըստ էության սոցիալական են, արցախցիների հետ վերադարձի հարց, բնակարանային ապահովման հարց, ինչու արցախցիները խուսափում են, ասես արմատական դիրքերից հանդես գալ եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց դնել։ Չեմ կարծում, ես կարծում եմ այդ հարցը դուք պետք է ուղղեք նրանց, բայց իրենք իհարկե պետք է չբավարարվեն սոցիալական պահանջներով եւ ավելի լայն ներկայացնեն իրենց խնդիրները, քանի որ մարդիկ տներ են կորցրել, գերեզմանոցներ են կորցրել, սրբավայր են կորցրել եւ փողով կամ այլ նյութական միջոցով չեն կարող այդ վերականգնել։ Բայց ինչ որ վախենալու բան ունեն իրենք իշխանություններից Հայաստան։ Չեմ կարծում, որ վախենում են։ Ուղղակի չեն հասունացել երևի, որ այդ պահանջը ներկայացնեն։ Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը սկսել է կրակել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Ձեր կարծիքով արդյոք Ադրբեջանը այս փուլում կգնա լայնամասշտաբ ռազմական բախումների, թե ոչ նկատի ունենալով, որ խաղաղության պայմանագրի մասին է խոսվում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քայլերը փոխկապակցված են Իրանի հետ կապված իրադարձությունների հետ, բայց իմ տվյալներով ամերիկացիները իսրայելցիների հետ միասնաբար ծրագրավորում են հրթիռային հարվածներ Պարսկաստանին։
Այսինքն այդ պարագայում, երբ որ իրենք արդեն իրագործեն այդ հանցագործությունները Պարսկաստանի վերաբերյալ, ես համոզված եմ, որ Ալիևի ռեժիմը թուրքերի հետ միասին կգնան լայնածավալ պատերազմի, որպեսզի գրավեն այսպես կոչված Սյունիքի միջանցքը։ Այսինքն Զանգեզուրի միջանցքը, որի մասին երկար ժամանակ խոսվում է եւ պահանջում են ըստ էության Հայաստանից, ձեր կարծիքով ռազմական ճանապարհով են ստանալու։ Միայն ռազմական ճանապարհով են ստանալու։ Նիկոլ Փաշինյանը չի տալու։ Նիկոլ Փաշինյանը տալիս է։ Ինքը պատրաստ է, ինքը բացահայտ ասում է, որ այդ այսպես կոչված միջանցքը պետք է լինի։ Եվ ես, գիտեք, շատ հաճախ ասում եմ եւ հիմա ուզում եմ նորից կրկնել, մենք պարտավոր ենք չօգտագործել միջանցք բառը, քանի որ դա մեր Սյունիքի ճանապարհներն են։ Ժամանակին ես պահանջել եմ, ստիպել եմ, որ մեր լրատվամիջոցները չօգտագործեն Լաչինի միջանցք, քանի որ այդ ճանապարհը դա Ստեփանագերտ-Գորիս ճանապարհն է։ Եվ հիմա էլ իշխանությունները կիրառում են միջանցք բառը, դա ես կարծում եմ հանցագործություն է։ Մենք պարտավոր ենք ճիշտ բառապաշար օգտագործել մեր հողի վերաբերյալ։ Ինքը պատրաստ է, ինքը պայմանավորվել է տարբեր բևեռների հետ, որ հանձնելու է, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան, համախմբվենք եւ պահպանենք մեր հողը։ Քանի որ Սյունիքից հետո մեր ճշնամին չի բավարարվելու։ Ինքը գնալու է դեպի Երևան։ Դա հեքիաթ չէ։ Մենք պետք է շատ լուրջ ընդունենք այն թեզերը, որոնք հնչում են Բաքվից։ Իրենք համարում են ամբողջ Հայաստանը իբրև իրենց տարածք։ Դրանք ներքին լսարանի համար արված հայտարարություն չէ, ներքին չի, ներքին չի։ Երբ որ ցանկացած քաղաքական գործիչ կամ հասարակ մարդ օգտագործում է տարբեր բառեր, այդ բառերը ժամանակի ընթացքում մարմին են դառնում։ Քանի որ բառը դա երանգ է։ Սուրբ գրքում Հովհաննես Արաքյալը գրում է դրա մասին։ Եվ բանը մարմին դարձավ։ Իրենք խոսում են դրա մասին, որ կգա, իրենք հավատում են, որ կգա մի օր եւ այդ բառը մարմին կդառնա։ Ինչպես դարձավ մարմին Արցախի պահով։ 30 տարի իրենք ասում են Արցախի մասին եւ մի օր եկավ, որ մարմնացավ այդ ամենը։ Դրա համար մեր աշխարհաժողով համահայկական շարժումը ասում է հայոց ազգին, որ մենք պետք է երազենք ավելի լայն, մենք պետք է երազենք մեր մեծ հայքի համար։ Եվ ես համոզված եմ, որ կգա այն օրը, եւ մենք կունենանք մեծ հայք։ Հետո մենք կունենանք փոքր հայք։ Այսինքն բառը շատ կարևոր է։ Բառը արդեն դառնում է գործիք, եթե մենք հավատում ենք այն խոսքերին, որոնք որ հնչում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշել մի օրակարգ, մի հարցադրում, թե ով է հանձնել Արցախը, եւ պնդում է Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը հանձնված էր դեռևս Ալմատի հռչակագրով եւ նախկին նախագահները բոլորը բանակցել են Արցախը հանձնելու մասին, նույնիսկ գիտեք Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում էր հրապարակային բանավեճի, իսկ նախկին նախագահներն էլ ասում են, որ հրապարակի բոլոր բանակցային փաթեթները, որ հանրությունը տեղեկանա։ Ի վերջո ձեզ համար այս հարցը ունի պատասխան ով է հանձնել Արցախը եւ ինչ կարծիք ունեք, ինչու է այս հարցը ընդհանրապես բերվել օրակարգ։ Արցախը հանձնել են բոլոր Հայաստանի ղեկավարները Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան բոլորը մասնակցել են այդ դավաճան բանակցություններին, բոլորը մերժել են միացումը եւ բոլորը նկատի ունեմ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանը, բոլոր նրանք
Նրանք պետք է պատասխանատվություն կրեն հայ դատի առջև։ Նրանք բոլորը հանցանք են գործել։ Ինչ որ վերաբերում է Ալմատայի հռչակագրին, գիտեք, դա նման արտահայտությունները արվում են դրա համար, որ մեզ շեղեն իրականությունից։ Հռչակագիրը ընդհանրապես կապ չունի Հայաստանի տարածքային ամբողջականության հետ։ Այդպիսի բան չկա։ Հռչակագիրը չի կարող կապված լինի Արցախի հետ, քանի որ դա ինչպես սեղանի վրա ասված գենաց է։ Այսինքն ինքը իրենից ոչ մի բան չի նշանակում։ Բայց արդյոք բոլորին ճիշտ է բոլոր նախկին նախագահներին այսպես նույն հարթության վրա դնել եւ մեղքը համահավասարեցնել, հա, որովհետեւ երկրորդ, երրորդ, առաջին նախագահների ժամանակ արցախցիները ապրում էին այնտեղ եւ իրենք ասում են, գիտեք ինչ, թե լավ ենք բանակցել, թե վատ ենք բանակցել, բայց այնուամենայնիվ մենք հաղթած կողմ էինք եւ արցախցիները ապահով ապրում էին Արցախում։ Ինչ էր խանգարում օրինակ Տեր-Պետրոսյանին ճանաչել Արցախի անկախությունը եւ միացում իրագործել։ Դա կնշանակեր պատերազմ Ադրբեջանի հետ։ Չէ, չէր նշանակի։ Չէր նշանակի Ադրբեջանը ի վիճակի չէր պատերազմել։ Ինչ էր խանգարում կամ ով էր խանգարում Քոչարյանին կամ Սարգսյանին ճանաչել Արցախը եւ միացումը իրագործել։ Ով էր խանգարում։ Ոչ մեկը։ Ոչ մեկը։ Ինչի համար են գնացել բանակցությունների։ Դուք հաղթած կողմ եք։ Արցախցիները ապրում էին իրենց հողում, իրենց շնորհիվ, քանի որ իրենք պայքարում էին, կռվում էին իրենց հողի համար։ Լևոնի շնորհիվ չեն ապրել արցախցիները Արցախում, կամ Ռոբերտի, կամ Սերժի, կամ Նիկոլի։ Ամենամեծ պատասխանատվությունը իհարկե կրում է Փաշինյանը, որովհետև նա է ստորագրել։ Բայց բոլորը բերել են նրան, թալանել են երկիրը, բերել են նրան, որ իրենց հողը հանձնեն Թուրքին։ Հիմա վերջնականապես փակված է Արցախի էջը, թե հնարավոր տարբերակներ կան, օրինակ գոնե արցախցիների հետ վերադարձի հարցը առաջ քաշելու։ Արցախցիները անպայման պետք է վերադառնան Արցախ, բայց ազատագրված Արցախ։ Մենք իրավունք չունենք օկուպացված Արցախը մտցնենք մեր հայրենակիցներին, որ իրենք դարձյալ ցեղասպանվեն։ Մենք այդպիսի իրավունք չունենք։ Մենք պետք է ազատագրենք մեր Արցախը։ Այս իշխանության օրոք ես չեմ հասկանում, չէ, այս իշխանության օրոք չեն կարող, որովհետև սրանք թուրքերի հետ, ազերիների հետ միասնաբար աշխատում են։ Ես չեմ կարծում, ինչու ենք օրինակ մենք թուրքերից վախենում կամ ազերիներից վախենում։ Յանի այդ ազերիները չեն, այդ թուրքերը չեն, որոնք պարտվել են Սարդարապատում։ Այդ ազերիները չեն, որոնք պարտվել են 54 թվականին։ Այդ ազերիները չեն, որոնք 2016 թվականին ահռելի կորուստներ են տվել եւ չեն կարողացել հաջողակ լինել։ Մենք հզոր ազգ ենք։ Մենք բազմամարդ ազգ ենք, որը ունի աստվածատուր առաքելություն։ Եվ այդ առաքելությունը պետք է իրագործվի եւ իրագործվի մեր տարածքներում։ Չկա պատմական կամ իրական Հայաստան, կա մեծ հայք եւ մեծ հայքի ավելի քան 90% տարածքները բռնազավթված են։ Եվ այդ տարածքները պետք է ազատագրվեն։ Նիկոլ Փաշինյանը հակառակ կարծիքն ունի եւ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք պետք է փակվենք 29750 քառակուսի կիլոմետր տարածության մեջ, որտեղ դա է միջազգայինորեն ճանաչված Հայաստանի սահմանը եւ քանի մենք երազում ենք Արարատի մասին, մի օր կորցնելու ենք նաեւ Արագածը։ Ճիշտ չի ասում Նիկոլ Փաշինյանը։ Ցավոք սրտի Հայաստանի մեծամասնությունը չի երազում Արարատ լեռան մասին։ Եթե մենք ավելի լայն չմտածենք, եթե մեր երազանքը լինի սահմանափակ
եթե մենք չերազենք մեծ հայկի մասին, մենք չենք կարող պահպանել ներկա սահմանները, չեն կարող։ Եթե դուք բավարարվում եք քիչով, կգա մի պահ եւ այդ քիչն էլ դուք կկորցնեք։ Դա կյանքն է մեզ ցույց տալիս։ Մենք 94 թվականից ի վեր բավարարվել ենք քիչով։ Մենք չենք գնացել եւ չենք ազատագրել Գանձակ քաղաքը, որը ամբողջ արևելյան Հայաստանի լոգիստական եւ նաեւ հոգեվոր կենտրոնն է եղել ժամանակին եւ հիմա էլ է այդ կենտրոնը։ Դրա համար մեր ճշնամիները հարձակվեցին եւ մենք այսօրվա դրությամբ ունենք օկուպացված Արցախ, որովհետեւ մենք բավարարվել ենք քիչով։ Եթե մենք ուզում ենք, որ մեր սերունդները, ապագա սերունդները խաղաղ ապրեն, իրական խաղաղ ապրեն, մենք պետք է նաեւ ազատագրենք Գանձակը, պետք է հասնենք մեր բնական սահմանը, այսինքն քուրգետը։ Եթե մենք չհասնենք քուրգետը, մենք կործանված ենք։ Բայց մենք միայն այն պարագայում կարող ենք հաջողակ լինել, երբ որ մենք իրար սիրենք, իրար հարգենք, իրար չդավաճանենք, այսինքն մենք պետք է մաքրվենք, ազգով պետք է մաքրվենք, քանի որ հայոց հարցը դա հոգևոր խնդիր է, դա քաղաքականություն չի, դա բանակցություններ չի։ Այս պահին փողոցային պայքարը թե Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթացը կարող են լինել նրան իշխանությունից հեռացնելու ճանապարհ, ինչ եք կարծում։ Միայն փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանը չի լքելու։ Հիմա այսքանը կարող եմ ասել։ Բայց հավատում եք, որ ընդդիմությունը կարող է հեռացնել Փաշինյանին։ Մենք չունենք ընդդիմություն։ Հայաստանում չկա ընդդիմություն։ Խորհրդարանական երկու խմբակցություն։ Չէ, նրանք ընդդիմություն չեն։ Նրանք ամեն ինչ անում են, որ Փաշինյանը մնա իշխանության։ Իրենք բոլորը շահագրգռված են, որ ինքը շարունակի իր գործընթացը, հանձնի այսպես կոչված Սյունիքի միջանցքը եւ իրենք 2026 թվականին վերցնեն իշխանությունը։ Դա է իրենց նպատակը։ Բայց նրանք ընդդիմություն չեն։ Մենք չունենք ընդդիմություն։ Գիտեք ինչի համար։ Որտեւ մեր տնտեսությունը չունի միջին դասակարգ։ Հա, տարբեր միջին դասակարգի ներկայացուցիչներ Հայաստանում կան, բայց քիչ են։ Այդ դասակարգը ձևավորված չի։ Այդ դասակարգը հիմնականում գտնվում է Սփյուռքում եւ Երևանյան իշխանությունները 2016 թվականից, երբ որ Սարգսյանն էր նախագահ, իրենք մինչև հիմա խախտում են սահմանադրությունը, քանի որ մեր Սփյուռքում գտնվող հայրենակիցները չեն կարողանում գնալ դեսպանատուն եւ իրենց ձայները տալ այն տեխնացուներին կամ կուսակցություններին։ Այսինքն մեր սահմանադրությունը խախտված է, մենք էլ իրավունքների մասին ենք խոսում։ Հռչակագրի մասին ենք խոսում։ Փաշինյանի քայլերի մասին ենք խոսում։ Հարց դրենք, ուղիղ հարց դրենք, ինչու է սահմանադրությունը չի գործում Հայաստանում։ Այդ օրենքները, որոնք որ պարտադիր պետք է կիրառվեն, օգտագործվեն, չեն գործում։ Եվ դրա համար եմ ասում, Երևանյան իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն դատարանի առջև, հայ ազգի դատարանի առջև։ Նման բան երբ է լինելու։ Միայն Տերը գիտի, բայց մենք պետք է աշխատենք, ամեն օր աշխատենք, որ մի օր գա այդ պահը։ Եվ ես համոզված եմ, որ դա կլինի, շուտով կլինի։ Ավելի շուտ կլինի, քան դուք պատկերացնում եք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եի աշխարհաժողով շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանի հետ, կհանդիպենք։